մեր զինվորը կանգնած է սահմանին։ Սահմանից այն կողմից լսում է նույն երաժշտությունը, որ այս կողմից է։ Դա իրեն համար խնդիր է։ Չէ որ զինվորը կանգնած է մեր ֆիզիկական սահմանը պահում է, դրանով նաև ուզում է, որ մեր բարոյական սահմանը, մեր մշակութային սահմանը պահված լինի, պահպանված լինի։ Այսինքն, եթե մենք բովանդակությունից դուրս ենք գալիս դեպի ձևը, որը հիմա շատ տարածված է, մենք ստանում ենք այս տարբերակը։ Իհարկե պետք է պետական հատուկ ռազմավարություն լինի այս ամեն ինչը շտկելու, տեղը բերելու, որովհետև երգը ապրեցնող է, իսկ եթե երգը ապրեցնող է, ինչ ձև ես ուզում ապրեցնել լսողին, հայեցի, թե օրինակ անհասկանալի, ադրբեջանա, թուրքա, չգիտեմ ինչական վիճակների մեջ դնես, կամ նույն երգիչները թող մտածեն իրենց երեխաների մասին, իրենց կենսաբանական երեխաների մասին, երբ որ մտածեն, կսկսեն նաև մտածել ոչ կենսաբանական երեխաների մասին նաև։ Այսինքն, մի հատ մտածի դու այդ շնորհքը ինչին ես ծառայեցնում։ Չէ որ եթե մենք մշակութային սահմանը մեր խախտվեց, շատ դժվար է լինում։ Շատ դժվար է լինում